Ժողովուրդ բարի օր, հուսով եմ բոլորդ լավ եք, ես էլ եմ լավ, օրը կիրակի է, առավոտ արթնացա, մտածեցի բաներ պետք ինձ, դեմքի կրեմեր, պետք գիշերային ու ցերեկային, մտածեցի օնլայն պատվիրեմ, քան որ չեմ հասցնում խանութ գնամ, նայեցի պատվիրեցի, հետ են զեղ չէր դրված, մի անգամից երկու հատ գիշերային, երկու հատ ցերեկային պատվիրեցի, ասեցի ներկել պատվիրեմ, տեսեք մազերս արդեն սպիտակը դուրս է եկել, պետք է ներկվի, այդ փողոցը նայեմ ասեմ, պատվիրեցի, լավ զեղ չէր էին, հետո պատամամ նայեցի, տեսեմ այդ խանութը այսօր բաց է, մտածեցի հիմա գնամ, ժամը 1-ից բացվելու էր, մտածում եմ հիմա գնամ, նայեմ եթե պատվերս չեղյալ կանեն, չեղյալ անեն մի անգամից խանութից կառնեմ, համել այդ կարդալու ակնոցից մի բանը ոնց որ թուլացել է, համել իրանց մոտ ակնոց էլ կա, մի անգամից կառնեմ, քանի որ վաղ գործի եմ, վաղվանց գործի եմ 4 օր իրար ետևից, չեմ հասցնի այնպես խանութ բան մտնեմ, դրա համար ավելի լավ է հիմա այսօր գնամ անեմ, գնամ տեսեմ, եթե չեղյալ կանեն, եթե չէ, ուրեմն մենակ ակնոց կառնեմ, իդեպ պատվերը այնպես եմ արել, որ ստանան իմ ուզած մասնաճյուղում, այդ խանութներից, իմ ուզած մասնաճյուղում, այս որը որ մեզ մոտ է, այդ խանութում եմ արել, որ այնտեղ ստանան ու գնամ վերցնեմ այնտեղից, հիմա գնում եմ այդ խանութը, գնամ, եթե չեղյալ չանեմ պատվերը, ոչինչ, թող ստանան, կարևորը ես ակնոցները կառնեմ այսօր, իսկ մնացածն էլ ուրբաթ օրը ազատեմ կգնամ վերցնեմ։ Կարայի նաև պատվիրեի տուն բերեին, բայց այդ ժամանակ պատվերս գոնե 50 եվրո պետքա լիներ, 50-ից բարձր, որ անվճար բերեն։ Իմն էլ, քան որ զեղչեր էին լավ, 40 եվրոից զեղչվեց 26 եվրո դառավ, այդ 4 բանը պատվիրեցի։ Դրա համար էլ ավելորդ է 4.95 էր բանի տրանսպորտի փողը էլի, որ պետքա վճարեի, որ բերեին։ Դրա համար ասեցի, անտեղ ինչի տամ 5 եվրո, այնա կգնա, թող ստանան խանութում, գնամ խանութից վերցնեմ։ Դրա համար հիմա դուրս եմ եկել, գնում եմ այդ խանութ, Բելգիայի ապրողները գիտեն Կրոյդվատ եմ գնում, մեր քաղաքում 2 հատ կա։ Այս մեր մոտիկ Կրոյդվատում դե խանութը լավ խանութ է, բայց աշխատողները ահավոր են, այդ ինչ վատն են այդ խանութի աշխատողները, ոչ սիրալիր, ոնց որ հատուկ, չգիտեմ, այսօր որ նայում էի բացա թե չէ, ռևյուներն էի նայում, տակը են, ինչքան մարդեր դժգոհել, բողոքել, թե ինչքան վատն են մենեջերն ու աշխատողները, գրել են մենակ մի հոգի լավ, շատ վատն են, շատ ոչ սիրալիր են, այդպես սիրելիներս, արևա, ոնց երևի նկատեցիք, բայց ցուրտ է, 9 աստիճան է, +9 իհարկե, սառն է, ցուրտ է։ Ուզում եմ ցույց տամ ծառը, նայեք սիրուն բողբոջում է, բայց ինչի ծառ է չգիտեմ, ժողովուրդ ջան, մոտիկից ցույց տամ, կարող է դուք իմանաք։ Կարող է սա հոնի ծառ է, թե դժվար։ Իսկ կողմերում գիտեմ, որ միտեղ հոնի ծառ կար անցնում էինք, չգիտեմ, սա է թե չէ։ Մանիկյուրս դեռ չեմ մաքրել, երեկվա կանաչ մանիկյուրն է, հիշում եք, ասեցի գործի գնալուց առաջ, մեր մոտ կարանք կանաչ գույն հագնենք, նոր գնանք, Սուրբ Պատրիկի օրն են նշում, ես էլ առավոտ արթնացա շաբաթ օրը, սիրուն զգեստս հագա կանաչ գույնի, հասցի մանիկյուր էլ կսեցի, պատրաստված սիրուն զուգվեցի, զարդարվեցի, գնացի գործի, գնացի հասա գործի տեղ, նայում եմ մենակ ես եմ կանաչ հագած, ասում եմ ես ինչ ոչ մեկ չի հագել, երևի չեն տեսել մեյլը, այդպես եմ էլ մտածում, վերջը, արդեն վերջի պահն էր, պետք է ոնց որ գործը սկսենք, ասեցի մի հատ էլ նայեմ մեյլը, մի հատ նորից կարդամ, կարդացի տեսնեմ ես եմ ամսաթիվը շփոթել, ոչ թե 15-ին, այլ 17-ին կարային կանաչ հագնեինք, հիմա էլ ինչ պիտի անեմ, արդեն գործը պետք է սկսենք,
Հեսա փողոցն անցնեմ ու շարունակեմ ժողովուրդը։ Այդպես գնացի արդեն հենց այդ բանը այդ մեր բարձր մենեջերներից մեկը դուրս եկավ դեմս, դիմացս այսպես նայեց, բարևեցի, ասում եմ, ես գիտեմ այսօր կանաչ հագնելու օր, ասում եմ, ծիծաղում, ասում եմ, չէ, երկուշաբթի է, ասում եմ, վայ, չգիտեի, ասում եմ, ոչինչ, ասում եմ, խնդիր չկա, էլի ոնց որ նիտեր։ Հա, այդպես հիմա դե պատկերացրեք, բոլոր աշխատողները, գոլեգաներս, մենեջերներս զարմացած նայում են, իհարկե չեն հարցում ինչ ես հագել, արդեն հասկանում եմ, որ սխալվել եմ։ Մարդ կա ասում է, հա, Սվետլանա շտապում է, մի օր շուտ է հագել, ես էլ ասում եմ, մի մասին ասում եմ, ես արդեն մենեջեր եմ, դրա համար հագել եմ ինչ գույն ուզում եմ, մի մասին էլ վերջը հասկացա, որ սխալվել եմ, ինչ որ մենակ ես էի կանաչ շուրերով, ասայմ բոլորս եմ հագած, ես կանաչ, երկուշաբթի էլ չեմ հագել, կամ էլ որ հագնեմ ուրիշ, մի հատ էլ ունեմ կանաչ, բայց պես միատոն չի, էլի ծաղիկներ ունի, երևի էդ կհագնեմ։ Այդպես իրելիներս, այնպես որ ես սխալվել էի Սուրբ Պատրիկը, երկուշաբթի օրն է գալու, ոչ թե շաբաթ օրը։ Ամեն դեպքում, դա էլ այդպես խանութում էլ 3 շաբաթ օրը շատ ծանրաբեռնված էր, համարյա 6 ժամ կասա եմ արել, մենակ կասա անելն էլ է հոգնեցուցիչ, վայ ծառերը այստեղ արդեն տեսիք ես ինչ սիրուն են։ Նայք ոնց են ծաղկել, սիրուն, գեղեցկություն, գարուն է, գարուն ժողովուրդ ջան, գարուն, դռները բացեք, գարուն է գալիս։ Շատ տների ես, դռների վերևը գրված է կամերայով հսկվում է, հետաքրքիր է, այդքան բոլորին է դրած է, թե չէ կամերա։ Լավ բան է, իհարկե ու մատչելի է, ես էլ եմ մեկ մտածում կարելի է դնել, հետո մտածում եմ, չգիտեմ, այս տանը քանի տարի կապրենք, կարող է էլի փոխենք, ավելի հարմարավետ տուն գնանք, ավելի շուտ ավելի մեծ այգով, դրա համար ասում եմ շատ ծախս չանեմ, չնայած դեռ էլի ծախսեր ունենք, ապայի պարտադիր ծախսեր ունենք այս տան վրա, որովհետև այդ միջանցքը պետք է լամինատ անենք, աստիճանները պետք է փոխենք, ահագին բան կա անելու, ընդհանուր դուռուպատուան չենք փոխի, թող դա մնա հաջորդ առնողին իրանք փոխեն, բայց այնտեղ կա դուռ բան, որ պետք է նոր բան եք, ոնց որ փոքր միջանցք եք սարքել, պետք է մենք դնենք։ Այդպես համարյա հասատեղ սիրելիներս, հուսամ օնլայն ճիշտ էր գրված, որ աշխատում են, որ բացա։ Դատարկություն է, պարկինգը ազատ, մոտենամ տեսնեմ բաց է, որովհետև այս մյուս խանութները փակ են։ Հայկական խանութի համար էիք հարցրել, պատասխանել եմ, չգիտեմ տեսել եք թե չէ, հասցեն գրել եմ այնտեղ, եթե նայեք, այս վախենում եմ, որ այսօր փակ է խանութը, դրսում ոչ մի բան դրած չի, այսինքն սխալ է գրված բանում, հետաքրքիր է, ես դեռ մոտիկ տեղից եմ գալիս, բա որ հեռու տեղից գայի, այսինքն մի 5 րոպե քայլել եմ ես, այդ խնդիր չի, հիմա մոտենամ նայ, բայց իրական որ բաց է լինում, դուրսը միշտ բան է դրված լինում, ապրանք են հանում դնում դուրսը, մոտենամ տեսնեմ, տեսեք, փակ է երևի, տեսեք օնլայն գրված է կիրակի օրերը ժամը 1-ից 6-ը, իսկ այստեղ տեղում գրված չի ժամերը, ինչ արած փակը պետքա հետ գնամ, փակ էր ժողովուրդ ջան, ոչինչ, կարևոր իմ համար ակնոցներն էին, հիմա մնում է իմը կամ չկոտրվի մինչև բան, կամ էլ վաղը գործի մտնելուց առաջ այս նույն խանութից մեր խանութի կողքն էլ կա, կամ էլ այնտեղ մտնեմ, նայեմ նոր մտնեմ գործի, չնայած այս խանութի ակնոցները այդքան էլ շատ լավը չէին, որովհետև մի քիչ բաները հաստ են, այս ականջի հետևը ցավացնում է, բայց միջանկյալ, հետաքրքիր է դուք այս հեռատեսի ակնոցները որտեղից եք առնում, ես մի անգամ գնացել էի մասնագետի մոտ աչքի բժշկի, որ ստուգեց բան, ասեցի ակնոց էլ գրի, ասում է կարաս ցանկացած խանութից առնես հեռատեսի ակնոց, մենակ կարճատեսին են գրում։ Հա, դուք եք այդպես ցանկացած տեղից առնում, թե կա տեղ, որտեղից լավն եք առնում։ Երևի օպտիկայի խանութներից,
Չգիտեմ, ամեն դեպքում ձեր փորձը գրեք իմանամ։ Սիրուն սարքել են ծառերի համար, բայց դեռ չեն տնկել։ Ամառը, որ արդեն 20 աստիճանից բարձր է լինում, այսպես արևի տակ չեմ կարում քայլեմ, անպայման ստվերոտ տեղերով եմ քայլում, իսկ հիմա հաճելի է։ Պարտադիր պետք է գրեմների մեջ նայել, որ SPF լինի, ամառ ձմեռ, որ լինի այդ արևապաշտպան, այդ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող այդ բանը, հատկապես ամառը, որ ավելի բարձր լինի, ավելի շատ լինի մեջը SPF-ը բարձր 25%, 30%, ինչ ցերեկային գրեմ, որ հիմա այստեղ ունեմ քսում եմ, դրա մեջ էլ կա, հիմա ինչ որ պատվիրել եմ, դրա մեջ էլ կա։ Այսօր պետք է գնանք մարզվելու, հիմա գնամ տուն փոխվենք ու գնանք մարզվելու, այնտեղ գրել էիք մարզասարքերին փող տալ, փող եք տալիս կամ բան, անվճար է, մեր մարզասարքերին փող չենք տալիս մենք, դրսում դրված են գնում մարզվում ենք, ոչ մի փող էլ չենք տալիս։ Այսօր իհարկե արդեն ահագին ես մարզվել եմ տանը, շուտ ահագին համարյա 10,000 քայլ արել է, բայց էլի գնալու ենք մարզվենք, համել կիրակի օրերը արդեն պետք է ավանդույթ սարքեմ, Աշոտից հարցազրույց վերցնեմ, քանի որ հարց կար այստեղ դպրոցների մասին, Աշոտն էլ դպրոցում աշխատել է, մտածեցի իրենից հարցազրույց կվերցնեմ, կպատմի իրա փորձից, ինչ որ տեսել է դպրոցում, ինչ որ գիտի, հետն էլ դպրոց ինտերնատ է եղել այդ դպրոցը, որտեղ որ ինքը աշխատել է։ Այս փողոցով անցնելուց պարտադիր մտնում եմ այս քուրդ տղայի խանութը, շատ ինքը ինքան լավ բնավորություն ունի, էլի սենց ուրախ, սիրալիր շատ, անուշ ձայնով երգում, չգիտեմ, լավն է, այդ շատ կարևոր է, չէ, ասենք ումից որ բան ես առնում, վաճառողը որ լավն է լինում։ Մտածում էի մենակ բան կվերցնեմ, պանիր, այն աղաջրի պանիրից այնքան բան վերցրի, այսքի շատ չի, բայց տեսեք տոպրակներս ծանր, մի կերպ տանում եմ, որ զանգեմ Աշոտը կգա դիմավորի, բայց չեմ ուզում զանգեմ, այսպես ճեմելով կգնամ։ Ուրեմն ուզեցի կանխիկ վճարեմ, որ հարկ չմուծի ինքը, 23 ու 35 էր ընդհանուր գումարը, միշտ կանխիկ չեմ ունենում մոտս, այս անգամ կար, տվեցի, ուրեմն 23-ը տվեցի, այն մանրն եմ հաշվում, որ տամ, տեսեմ արդեն փակել է դարակը, հաշվեցի 35 ցենտն էլ տվեցի, ասում է, չէ, լավ, ասում է, պետք չի, ասում, վայ վերցրա, ոնց պետք չի, մանա, չէ, մենակ ես մեր ուրիշ ազգերի մեջ կա այդպես էլի, որ մանր ցենտերը բան չանենք, ամոթել համարենք վերցնելը կամ բան, ասի չէ վերցրա, կիրակի օրով եկել աշխատում է, հիմա դե բաների մոտ մուսուլմանների իրանց այդ ռամադան են ասում, իրանք ռամազան, դա են նշում, չեն ուտում ցերեկները, պաս են էլի պահում, իրիկումները արևը մայր մտնելուց հետո նոր ուտում են, իմ կոլեգաներից էլ կան, որ պահում են ամբողջ օր այդպես քաղցած, ոչ ջուր, ոչ հաց, մարդկա վատանում է, չի դիմանում պահում, մարդկա ամեն օր չի պահում, ասենք ամբողջ այդ, չգիտեմ, մի ամիս է տևում, թե ինչքան, մի երկու օր է պահում, հա, բայց շատ են իրանք բանամ, տեսեք, մենք էլ ունենք, չէ, երևի հիմա հենց պահքի շրջանա, չէ, մեր մոտ, բայց մենք այդպես չենք հետևում, էլի, ինձ թվում է, չգիտեմ, իրանց մոտ ավելի շատ է, իրանք շատ են հետևում այդ իրանց կրոնական բաներին, քան թե մենք, ինչից է, չգիտեմ ինչից է, սիրով կնստեի ես պարկում, բայց գնամ տուն Աշոտը սպասում է, որ գնանք մարզվելու, մոռացել շշով ջուրել չեմ վերցրել հետս, հիմա արդեն սկսեցի շոքել, երևի պայուսակների ծանրությունից հետնել արևնել մի կողմից, ես էլ տակ ես վերարկույով եմ, բայց արդեն հասնում եմ, 3-4 րոպեից կհասնեմ, շշով ջուր վերցնելը պարտադիր է, ամեն դուրս գալուց, անպայման պետք է հետս լինի ու ընդհանրապես բոլորն էլ վերցնում են շշով ջուր հետները, դե մեծամասնությունը էլի, վերցնում են պարտադիր,
Մենք ջուր խմելն էլ ենք, չէ, ախր սխալ խմում։ Ես իհարկե նախկինում երիտասարդ տարիներիս ընդհանրապես ջուր չէի խմում, որովհետև կարիքը չէի զգում։ Հետո սկսեցի սովորել ջուր խմել, բայց ճիշտ ձևով խմել կում, որովհետև չի կարելի այդպես մի անգամից, չէ, մարդկա տեսել եք, չէ, որ մի անգամից մի բաժակ ջուրը վերցնում, մի անգամից այսպես խմում է։ Այդ ճիշտ չի։ Պետք է ջուրը քիչ-քիչ խմել։ Թևս հոգնե ժողովուրդ ջան, անջատեմ, պայուսակներս կիսեմ երկու ձեռքերիս մեջ հավասար։ Ուզում եմ ցույց տամ ինչ առա այդ քուրդ տղայի խանութից, ավոկադո վերցրի, համարյա հասած է, շատ հասած չի, բայց համարյա այդպես ուտելու է, մի հատ արժեր 1 եվրո, մեր մոտ ավոկադոն ընդհանրապես շատ թանկ է այստեղ, ես ինձ թվում է հարմար էր գինը, որովհետև խոշոր է, ընդհանրապես լիդր բանում 1.50, սա 1 եվրո արժեր։ 3 հատ ավոկադո, անգամից դատարկեմ, այս տոպրակներն էլ ավելոց բերեցի տուն։ Մի քանի հատ դդմիկ եմ վերցրել, դեռ չեմ որոշել ինչ պետք է եփեմ սարքեմ, բայց քանի գնացել էի, քանի առևտուրի անում, դա էլ վերցրի։ Թարմ սոյա եմ վերցրել մի փոքր, աղջիկս օգտագործում է, սիրում է։ Բազուկի տերևներ, ընդամենը մի հատ, որովհետև այդպես ոնց որ շատ չենք ուտում, էլի, չեն ուտում։ Սա մի հատ այդ սալատի թերթիկներից եմ վերցրել։ Պայուսակը սրանք են ծանրացնում, մի հատ ոսկ, մի հատ հատիկ լոբի, կարմիր լոբի, 3 եվրո արժեր, ամեն մեկը 3 եվրո արժեին։ Բազուկ եմ վերցրել մի քանի հատ, բազուկի գինը, բայց չգիտեմ ինչ էր, այսպես մի 3 հատ վերցրել եմ, կողքը բողք էր դրած, վերցրի, կքերեմ աղցանների մեջ, թարմ աղցանների ու ինչի համար որ մտել էի խանութ, աղաջրի պանիր են, անցյալ անգամ ձեզ ցույց եմ տվել, համով պանիրներ են։ Այսքանին վճարեցի 23 եվրո 35 ցենտ։ Այս տեղավոր եմ ու գնանք մարզվելու։ Լավ սարքամիա, բայց գնում ենք մարզվելու։ Կիրակյա մտածում եմ այսօր շատ մարդ կլինի այնտեղ, զբաղված կլինեն մարզասարքերը, բայց գնանք նայենք։ Այս փողոցի վրա ինչ կան վաճառվող տներ կան, այս մեկը արդեն վաճառվել է, սա էլ է դրած վաճառվելու։ Տունը հիպոթեկով առնելը ավելի ձեռնտու է, քան վարձով ապրելը։ Հատկապես դրսից եկածները, բոլոր ազգերը, օրինակ իմ գոլեգաներն էլ, ալբանացի, բուլղարացի, բոլորը տուն են առնում, որովհետև ավելի էժան է գալիս, ամսական ավելի քիչ ես վճարում, քան վարձով տան համար։ Վարձով տները շատ թանկ են, շատ։ Այս պատերազմից հետո այդպես թանկացան ու այդպես էլ դե մնաց։ Պատերազմից հետո եմ ասում, պատերազմը դեռ շարունակվում է։ Պատերազմի պատճառով ընդհանրապես ամեն ինչը թանկացավ, սննդամթերք բան, ամեն ինչը թանկացավ ու այդպես էլ մնաց, բայց օրինակ բենզինը մեկ բարձրանում, մեկ իջնում է գինը։ Հիմա ահագին ցածր է։ Շունիկը չի ուզում գնա հետները։ Ուզում էինք մարզվեինք, բայց այնքան շատ էին երեխաները, այդ ամբողջ մարզասարքերը զբաղեցրել էին։ Գնանք մի քիչ այստեղ կզբոսնենք, հետո նոր
Երևի կազատվի նոր կգնանք։ Շունիկը շունիկի պարանը փաթաթվեց ոտքերից եկավ իմ բոլորն էր պտտվում։ Արևը որ կորումա լավ էլ ցուրտ է, հիմա այստեղ լավ ցուրտ է։ Ջրի հանդարտություն է։ Նստել էինք Աշոտի հետ, այդ երկու տղան, հիմա կդնեմ կնայեք նկարները, կարճ վիդեո էլ արեցի։ Ասում է, տեսավ կամերան մոտսա, ասում է, կարանք ասում է, մի հատ իրար հետ նկարվենք, այսպես բոլորս միասին։ Ասում եմ, ուզում եք ձեզ նկարենք, թե մենք, ասում է, չէ, բոլորս միասին, այսինքն անգլերեն են խոսում, դրա համար այդպես մի անգամից չհասկացա։ Ասում եմ, հա, ուզում եք նկարվենք, եկեք նկարվենք։ Նստեցին ու միասին նկարվեցինք, այս քաղաքից էին։ That's a video։ Շատ անմիջական էին։ Լավ ցուրտ է, նստեցինք մի քիչ, գնանք նայենք այդ մարզասարքերը ազատվել են թե չէ ու գնանք տուն, որովհետև իրոք ցուրտ է։ Արևն էլ արդեն քիչ մայրամտնում։ Այնպես որ ժողովուրդ ջան, կիրակնորյա մեր զբոսանքը այգում վերջացրինք։ Գեղեցկության կողքից անտարբեր չեմ կարողանում անցնեմ։ Գնում եմ, մեկ էլ մի բան տեսնում եմ, էլի ուզում եմ նկարեմ, Աշոտն ասում է, էլի կանգնեցիր։ Բա ինչ անեմ, Աշոտ ջան, սիրուն բան եմ տեսնում։ Չնկարեմ։ Մարզվում են, տեսեք ինչ ակտիվ է այսօր այստեղ։ Այդ մի կողմում երեխաներն են, այս մի կողմում սկեյթբորդ քշողներն են, այս մի կողմում էլ մեծահասակները բասկետբոլ են խաղում։ Այսպիսին էր կիրակնորյա այգին։ Ժողովուրդ ջան, որ նայում եք, մի հատ մեկնաբանություն թողեք, հավանեք տեսանյութը, բան գրեք, որ իմանամ նայում եք։ Այսօրվա մեր քայլերը լավ կատարեցինք։ Աշոտը 12,000 քայլ, ես քիչ եմ արել, հիմա մինչև տուն հասնենք 5,000 քայլ, բայց դե հաշվենք նաև, որ մարզվել եմ, էլի իրիկուն ուզում եմ մարզվեմ, բացի դրանից ես աշխատանքային օրերից շատ եմ քայլում, այնպես որ այսօր կիրակյա կարամ քիչ քայլեմ, մենակ երեկ, որ ամբողջ օրը կասայում էի աշխատել, 11 կիլոմետր քայլել էի, պատկերացրեք, դե գնալ գալ գործի տեղ, բան այդպես 11 կիլոմետր քայլել էի։ Ինչև է, քայլելն առողջարարա, դուրս եկեք քայլեք։ Եթե ձեր մոտ էլա ցուրտ տակ հագնվեք մեր նման ու դուրս եկեք քայլեք։ Գոնե ամենակիչը 10,000 քայլ, բայց ակտիվ քայլերով։ Դեռ 2 ժամ է քայլել անելը։ Հա, մոտավորապես 2 ժամ է։ Աշոտը այսօրվա իր փորձից է ասում։ Հասանք տուն, լավ մնացեք, կհանդիպենք, հաջողություն ժողովուրդ։ Շամպինյոնով համով ուտեստ եմ պատրաստել։ Շամպինյոնը խոնավ անձեռոցիկով սրբեցի, որպեսզի չլվացնեմ, ավելորդ հեղուկ չառաջանա, ուրիշ դեպքում մաքրում եմ, սովորական կլպում եմ, բայց այս անգամ պարզապես խոնավ անձեռոցիկով այդպես սրբել եմ, այսպես կտրատում եմ, 500 գրամ շամպինյոնը։ Տեղափոխում եմ ամանի մեջ,
Կիսում եմ նաև սոխը, կտրատում եմ մանր, վերցրել եմ մեծ սոխի 1/4-ը։ Այսպես մի փոքր մանրում եմ նաև 2 բջեղ սխտոր, կարելի է նաև պարզապես ճզմել սարքով, բայց ես դանակով եմ կտրում։ Սնկի հետ սխտորը շատ համով է լինում, մանրում եմ, այսպես էլի մի քիչ էլ մանրեմ, մաղադանոսն եմ կտրատում, նախապես ամեն ինչ պատրաստում եմ, որ միանգամից անցնեմ եփելուն։ Մի փոքր սա էլ մանրացնեմ։ Հիմա թավայի մեջ պետք է լցնեմ ձիթապտղի ձետ, սոխառած եմ անելու, նախ սոխը կտապակեմ, կավելացնեմ սունկը, սա էլ մի քանի րոպե կտապակեմ, այսպես մի քանի րոպե տապակում եմ, ավելացնում եմ 20 գրամ կարագ, սխտորն եմ ավելացնում, էլի խառնում եմ, ավելացնում եմ նաև 2 ճաշի գդալ սոյայի սոուս, 50 գրամ գինի, ես կարմիր գինի եմ ավելացնում, որովհետև սպիտակը չունեի, դուք կարող եք սպիտակը ավելացնել, համեմում եմ աղով, սև պղպեղով ու չորացրած բազիլիկով, նորից խառնում եմ, շատ համով բաղադրատոմս է սա, ավելացնում եմ մաղադանոսը, այսպես մի քանի րոպե եփվում է, տեսեք արդեն գոլորշացավ գինին ու արդեն պատրաստ է։ Այսպիսի համով շամպինյոն ունենք։ Պատրաստեք, անուշարեք, բարի ախորժակ։